2025 թվականին Հայաստանի արտաքին պարտքը գրանցել է ռեկորդային աճ։ Միայն նախորդ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի արտաքին պարտքը աճել է տարեկան 10%-ով։ Ռեկորդային պարտքի աճը կարճաժամկետ հեռանկարում կարող է ապահովել պետական ծախսերի կայունություն, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով մեծացնում է մակրոտնտեսական ռիսկերը, մասնավորապես արժութային կախվածությունը, սպասարկման բեռը եւ ֆիսկալ ճկունության սահմանափակումը։ 2025 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1 տրիլիոն 958 միլիարդ 869 միլիոն դրամ։ Մասնավորապես կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը կազմել է 1 տրիլիոն 80 միլիարդ 927 միլիոն դրամ, աճելով 17.2%-ով։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալը կազմել է 240 միլիարդ 311 միլիոն դրամ, գրանցվել է աճ 13.5%-ով, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը կազմել է 623 միլիարդ 337 միլիոն դրամ, արձանագրելով 34.4% աճ։ Նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ հայաստանյան 65357 կազմակերպությունում գրանցված է 810052 աշխատակից։ Նրանց միջին ամսական աշխատավարձը 293729 դրամ է։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան գրառմամբ անդրադարձել է կապիտալի տեղակայմանն ու քաղաքական որոշումների վրա դրա հնարավոր ազդեցությանը։ Նա նշել է, որ խոշոր կապիտալի զգալի մասի տեղակայումը այլ երկրներում կարող է ձևավորել շահերի կենտրոն, որը գտնվում է տվյալ պետությունից դուրս։ Նրա գնահատմամբ այդ երևույթը կարող է ազդեցություն ունենալ պետության շահերի հետ կապված այն անձանց վրա, ովքեր մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հարավկորեական ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի բարձրացման մասին։ Մաքսատուրքերը բարձրացվում են 15%-ից մինչև 25%։ Որոշման հիմքում ընկած է հարավկորեական օրենսդիր մարմնի կողմից Վաշինգտոնի հետ կնքված առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը։ Միևնույն ժամանակ Հարավային Կորեան հայտարարում է, որ հավատարիմ է մաքսատուրքերի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերած պայմանավորվածություններին։ Նյու Դելին եւ Բրյուսելը ստորագրել են առևտրային համաձայնագիր, որը նախատեսում է մինչև 4 միլիարդ եվրո մաքսատուրքերի վերացում Եվրոպական միության արտահանողների համար։ Համաձայնագիրը կնվազեցնի կամ կվերացնի Եվրամիությունից Հնդկաստան արտահանվող ապրանքների 96.6% մաքսատուրքերը։ Սա կարող է հանգեցնել Եվրամիությունից Հնդկաստան արտահանման ծավալների կրկնապատկման։ Եվրամիության խորհուրդը հաստատել է ռուսական գազի ներմուծման արգելքը։ Ըստ համաձայնագրի Եվրամիությունը կդադարեցնի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը մինչև 2026 թվականի վերջը, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։ Օրենքը թույլ է տալիս այս ժամկետը երկարաձգել ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 1-ը, եթե երկիրը դժվարություններ ունի գազի պահեստարանները ոչ ռուսական պաշարներով լցնելու հարցում մինչև ձմեռային ջեռուցման սեզոնը։ Համաշխարհային առևտուրը վերջին 80 տարիների ամենալուրջ ցնցումներին է ենթարկվում։ Պատճառը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանման եւ երկրների պատասխան միջոցառումներն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն համակարգը տուժել է, բայց զարմանալիորեն դիմացկուն է։ 2 միլիարդ 317 միլիոն դոլարի թանկարժեք քարեր եւ մետաղներ ու 1 միլիարդ 236 միլիոն դոլարի տեխնիկա ու էլեկտրոնիկա է արտահանվել 2025 թվականին Հայաստանից։ Սա ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է։ Իրականում դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա նվազել է, բայց այդքանով հանդերձ վերարտահանումը միևնույն է, ապահովում է ահռելի եկամուտներ մեր բյուջեի համար։ Զարմանալի չէ, որ 2025-ի խոշորագույն հարկադրությունը
աշխատուն սմարթֆոնների վաճառքով զբաղվող ընկերությունն է, որը բյուջե է մուտքագրել $200 միլիոնից ավելի հարկ։ Դրա փոխարեն նահանջել են ավանդական խոշոր հարկատուները։ Գազպրոմի հարկերի նվազելը նշանակի, որ Գազպրոմի կողմից տրամադրվող գազի քանակների ծավալն է նվազել, որը խոսում է արդյունաբերական ճյուղերի նվազելու մասին եւ գյուղատնտեսության որոշակի նվազելու մասին, ասենք ջերմոցներ եւ այլն, որոնք ոչ օգտագործում են գազը եւ բնակիչների կողմից։ 2025-ի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին տեղերում չկան արդյունաբերական ընկերություններ։ Սա Հայաստանի տնտեսության մոդելը ներկայացնող փաստ է։ Այսինքն կազմակերպությունը կարող է ահռելի հարկեր փոխանցել բյուջե, սակայն ունենալ 1-2 տասնյակ աշխատակից, ինչպես օրինակ վերարտահանումով զբաղվող ընկերությունները։ Այսինքն գործունեությունը փող է բերում, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ չունի տնտեսության համար։ Առանձիկները թանկացել շուկայում ու իրենք ռեկորդային թիվ էին մոդել, մոտարապես 144 միլիարդ դրամ, հետո նվազել էր 109 միլիարդ 24 թվին, հիմա 52 միլիարդ է։ Հիմա մի հարց է առաջ գալիս, դեռ որքան հնարավոր կլինի բյուջե հոսքեր ապահովել վերարտահանման հաշվին եւ ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա։ Փորձագետների կարծիքով այն, որ իրավիճակից օգտվում է հայկական բիզնեսը, շատ լավ է։ Ուրիշ բան, որ պետական տնտեսական քաղաքականությունը այս ընթացքում պետք է տարվեր այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ստացած շահույթը շարունակեր աշխատել հօգուտ Հայաստանի տնտեսության։ Ենթադրություն անելով, որ իբր այս դրամական հոսքերը երկարաժամկետ հեռանկարում լինելու են, կառավարությունը կարող է պարտավորություններ ստանձնել երկարաժամկետ ու երբ հետագայում այս դրամական հոսքերը կտրվեն, ուղղակի ի վիճակի չլինի այդ պարտավորությունները կատարելու եւ հայտնվենք այդպես ֆինանսական ծանր դրության մեջ։ Մեծ հաշվով վերարտահանվող ոսկու եւ էլեկտրոնիկայի ծավալները կսկսեն նվազել, հենց որ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնության գան։ Տարեկան Հայաստանի բյուջե հարյուրավոր միլիոնների հարկեր են մուտք լինում բացառապես հենց վերարտահանման շնորհիվ։ Իսկ այդ մուտքերով մարվում են միլիարդավոր դոլարների պարտքերի տոկոսադրույքները, որոնք կառավարությունը շարունակում է ներգրավել ճանապարհաշինության եւ այլ նախագծերի համար։ Եթե դու տեսնում ես, որ կարճաժամկետ ինչ-որ օգուտներ ունես, հնարավորություններ ունես, եկամուտներ ունես, այդ կարճաժամկետ եկամուտները կուտակում ես ու դնում ես մի կողմ, որպեսզի հետագայում խնդիրներ առերեսես, կամ գոնե եթե չես դնում մի կողմ եւ ուզում ես օգտագործել, դրանց հաշվին այդպես երկարաժամկետ պարտավորություններ չես ստանձնում։ Կա կարծիք, որ իշխանության ներկայացուցիչները հույս ունեն դեպի Ռուսաստան վերարտահանումից ստացվող շահույթը փոխարինել թրիփից ստացվելիք շահույթով, սակայն վերջինից ստացվելիք եկամուտները Հայաստանի համար չափազանց աղոտ են, հեռանկարներն էլ անկանխատեսելի։ Հայաստանի պետական բյուջեում կլիմայի փոփոխությանն առնչվող ծախսերը կազմել են 3.4%։ Ցուցանիշը չի ներառում միջազգային համագործակցության միջոցով իրականացված կամ ավարտված ծրագրերը, ինչը նշանակում է, որ Հայաստանի իրական ներդրումը կլիմայի օրակարգում ավելի մեծ է։ Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի նախարարությունից։